Տեսեք, Սրբազանին չէին հրավիրում խաշ ուտելու, ու ինքն էլ որոշել գնար թե չգնար։ Ասում են եկել են քնիչը որոշել է ձերբակալել։ Հիմա Սրբազանը իրականում ընտրություններ չուներ, բայց քանի որ այդ մասում կային նաև քահանաներ, որոնք դեմ էին արտահայտվում, բնականաբար այստեղ արդեն ձերբակալման մեթոդի մասին պետք է խոսենք։ Կամ իրենք Սրբազանին փորձել են բռնի ուժով, ու մենք անկեղծ ասած սպասում ենք, որ հատուկ նվաստացնելու են, այսինքն քաշ քշելու են, ձեռնաշղթա դնեն, գցեն Սրբազանի ձեռքը, մենք այդպես էինք արդեն տրամադրած, որ դա են ուզում անեն։ Եղանակի մասն էր խոսքը։ Եթե նույնիսկ պատկերացնենք այսպիսի վիճակ, 20,000 քաղաքացի հավաքվեր, իհարկե այդքան քաղաքացի չհավաքվեց, որտեղ խոչընդոտում էին, փակել էին ճանապարհներ եւ այլն, եւ լավ ասենք 5 օր հերթապահություն անեն, չթողեն։ Ի վերջո բոլորս էլ լավ գիտենք, որ միևնույնն է, իրենք գրոհելու են, իրենք մի հարմար առիթ, մի օր, ինչ որ մի օր, երբ որ քաղաքացիների բանը զգոնությունը թուլանա, ինչ որ մի օր մտնելու են եւ Սրբազանին ձերբակալելու են ու շատ վատ ձևով։ Այսինքն դա լուծում չէր, եթե ասենք չէ, մնում ենք այստեղ, դա արկածախնդրություն էր։ Սրբազանը ամենայն դեպս այդպես համարեց։ Ես որպես փաստաբան, այո, ես ասել եմ, կա այս տարբերակները։ Այս տարբերակը իրենք կարող են այսպես անել, ու մենք քննարկում ենք, ասում ենք, լավ, ի վերջո Նիկոլ Փաշինյանը ընդունակ է արդյոք նման հրաման տալու։ Եվ հասկացանք, որ այո, կարող է, եթե հիշում եք Facebook-յան իր էջում գրում էր, վախեցաք, թաքնվել եք ժողովրդի հետևը, այդ տիպի բաներ էր գրել։ Ինքը մենք միջև Էշմիածից հասանք կոմիտե, մի 3 հատ ստատուս ծնվեց։ Հասկանում եք, ու կեղտոտ այդ իր այդ նույն ոճի մեջ։ Այսինքն այս պայմաններում մենք այլ ընտրանք չունենք։ Հիմա ու ասեմ ավելին, իր հոգևոր եղբայրներն էլ ասեն Սրբազան, ինչպես կորոշեք ու դա Սրբազանի որոշումն է։ Ասեմ ավելին, ի սկզբանե էր Սրբազան այդպես որոշել։ Երբ որ դեռ չկար այս դիմադրություն, որևէ բան չկար, երբ որ իրանք երկու հոգով եկել են, իհարկե դուրսը կուտակվել են, Սրբազանի հետ խոսել ենք, Սրբազանը այդ ժամանակ էր ասել, չի ասել ես փորձեմ գնամ, բայց գնանք քահանաների մի հատ բացատրենք, որ չստացվի, ես եկել եմ համակարգեմ իրեն ժողովը, ու ես չկամ, թողեցի գնացի։ Երբ որ քահանաների հետ սկսեց խոսել, այդ ժամանակ արդեն կրկերը թեժացան, քահանաների այդ ռեակցիան բնական արդար ռեակցիան, բնականաբար բերեց այս բանի խոսակցությունները, հետո արդեն ոստիկանները սրեցին, ԱԾ-ն սրեց, դիմակայված զինված մտել են ներս։ Իմ տեղեկություններով նույնիսկ նմանատիպ դեպք, որ ոստիկաններ մտան, նույնիսկ ասում եք խորհրդային տարիներին չի եղել, որ ասում են մտել են տարած, բայց այսպես այս քանակով եւ զինված այսպես չի եղել, մի քանակով մտել են։ Այնպես որ սա աննախադեպ երևույթ էր մեր սուրբ վայրում նման ձևով պղծության փորձը։ Իրենք ասել են մենք պետք է կատարենք քննիչի որոշումը, մենք պարտավոր ենք կատարել։ Ես ասեմ, այդ ներկայացած անձինք էլ այնպես չի, որ իրանք ուզում էին դա, իրանք էլ են խնդրում, ասում են խնդրում ենք, մենք չենք ուզում այստեղ բախումներ լինի եւ այլն, բայց երբ որ այդ ընթացքում էլ արդեն ոստիկաններն ու ԱԾ դիմակայված անձինք մտան, մենք հասկացանք, որ իրենք հրաման են կատարելու։ Մենք, այսպես ասեմ, լավ գիտենք, ճիշտ է, այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ եւ քրեադատական գործընթացին մասնակցելու իրավունք չունի, բայց մենք լավ գիտենք, որ իրականում սահմանադրական կարգը ինքն է տապալել։ Ինքը բոլոր 3 իշխանությունները ուզուրպացրել է, վերցրել իր ձեռքը, ինքը եւ քննիչ է, եւ դատախազ է, եւ դատավոր է։ Մենք իհարկե սրա հետ կապված փաստաբաններով նաեւ հանցագործության մասին հաղորդումել ենք նախապատրաստելու, դրա շուրջ աշխատում ենք։ Ընդհանրապես իր այս վերջի վարկագծը որ բոլոր տեղերում ինքն է։ Ուր գնում ես ինքն է, քննիչի տեղում ինքն է, հետա քննիչի տեղում բոլոր տեղերում ինքն է։ Հա, ներողություն սա ավարտեմ, այսինքն այս դեպքում Սրբազանն էլ ու բոլորս էլ համոզված ենք, որ ինքը այդ հրամանը տալու է, ավելին փորձելու է իրավիճակը սրել, բախումներ առաջացնել, որպեսզի եկեղեցուն ներկայացնի որպես հակաիրավական կառույց, որը փորձում է օրինական վարկագծից շեղվել, որպեսզի հնարավորություն ունենա մուտք գործել, մենք լավ գիտենք, որ ինքը ուզում է Ղրկոսին փոխել, դա չի թաքցնում, ուղիղ ասում է։ Եվ դա նրա հերթական քայլերից մեկն է։ Դա լավ հասկանում ենք ու պատկերացնում ենք։ Եվ դա քաջ գիտեր նաև Սրբազանը։ Ուզում ասեմ, այս առումով Սրբազանը ամենասկզբից ինքը որոշել է, որ ինքը պետք է գնա, հետագայում նույնիսկ այս սրացումների դեպքում ինքը ասաց չէ, ես գնում եմ։ Մի փոքր շատ